Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ 16 անգամ չընտրվեց։ Հիմա ո՞նց եք բանանում հասկանում բանի Վարդևանյանի sense արագ ընտրվել է, առաջին պապիտկա է, ինչպես ասում։ Հաշվի առնելով, որ այս ժամանակ չեմ եղել, չանդրադառնամ այն ժամանակվա ընտրվելուն, կարծում եմ նաև իշխանությունն է փորձում այդ բարեկրթության, աշխատանքային ինչ-որ վիճակի մեջ մտնել, որը ողջունելի է, բայց չեմ ուզում կասկածել, բայց ամեն դեպքում հաճելիորեն զարմացած եմ։ Այստեղ բացառ ես հասկանում եմ ենթատեքստը ձեր հարցի, բայց հավատացած եղեք, ամենայն դեպս մեր հետ կապված ոչ, չի կարող որևէ այսպես անդրկուլիսային պայմանավորվածություն լինել, դա ձեզ երաշխավորում եմ որպես նաև կուսակցության խորհրդի անդամ եւ այլն։ Իմ կարծիքով ցանկանում են իրենք, ամենայն դեպս մենք օրակարգ բերեցինք այդ աշխատանքը պրոդուկտիվության, ոչ թե որ ժողովուրդը նայի այլ քաչալգող, այլ գողփիսո եւ այլն եւ այլն։ Մենք տանելու ենք այդ ճանապարհով, որ ասում մենք ուղիղ գնում ենք, ով մեր հետ գա, ով չի գա, Աստված իր հետ։ Ես այս կոնտեքստում եմ։ Հիմա արդեն համացանցում քննադատություններ են հնչում ձեր հասցեին, ասում են խիմ 340,000 մարդ դրա համար էր պայքարել, որ դուք գնաք այնտեղ պաշտոններ ստանաք, Ռուբինյանի փոխնախագահ դառնաք եւ այլն, այս քննադատությունների ո՞նց եք արձագանքում։ Կոնկրետ Վարդևանյանը այդ պաշտոնից որպես այդպեսին առավելություն չունի։ Մեքենայից հրաժարվեց եւ այլն եւ այլն։ Հիմա ավելի շատ ես գտնում եմ դա պատասխանության հարց է, եթե որում խիստ կասկածում եմ իրեն կհաջողվի նիստ վարել, իրեն կտան նիստ վարել, այդտեղ կտեսնենք նիստ վարելու այդ կլասիկան։ Մնացած առումով ես իմ ելույթում եմ նշել, խնդրում եմ մեզ ոչ նախանձելն եմ ասել, չնախանձեն եւ չմեղադրեն, հավատացած լինեն մեր ընտրողները, մենք իրենց հավատարիմ ենք, ավելի մի քիչ քաղաքականապես հեռու նայելով ձեզ համոզված ասում եմ, այս պահին դա անհրաժեշտություն էր, այլ պարագայում գիտեք, դիմում ՍԴ 101 պատգամավոր պետք է լինի եւ իրենց ուզածով կլուծեին հարց։ Շնորհակալ եմ։